Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիվ Խաչատրյանին։ Լուրն առաջինը Facebook-ում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդեց ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։ Ադրբեջանից նրանք Հայաստան են վերադարձվել Հակարիի կամրջով։ Հենց այդտեղից էլ 2023-ի ամռանը գերեվարվել էր Վագիվ Խաչատրյանը։ Նա Կարմիր խաչի ուղեկցությամբ շրջափակված Արցախից Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Բաքվի ռազմական դատարանը Վագիվ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց նոյեմբերի 10-ին Շուշիում։ Բաքվի ռազմական դատարանը Էուլջեքչյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Օրեր առաջ նրա կինը Լիդա Էուլջեքչյանը հայտնել էր, որ ամուսինը նամակով խնդրել է հետաձգել որդու հարսանիքը, հույս հայտնելով անձամբ մասնակցել։ Իդեպ Վիգեն Էուլջեքչյանի անունը 2023-ի տարեվերջին Հայաստան վերադարձող 32 անձանց նախնական ցանկում էր, բայց արդեն վերջնական ցանկից նրա անունը հեռացվել էր։ Նոր Հայաստան հայրենիք Սփյուռք բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը եւս գերեվարվել էին հրադադարից հետո նոյեմբերի 11-ին Բերձոր Շուշի ճանապարհին։ Մի քանի օր լուրջ չունենալով տղաներից նոյեմբերի 15-ին հարազատները նրանց տեսել էին ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում։ Նրանք Արցախ էին մեկնել իրավիճակին տեղում ծանոթանալու եւ օգնություն ցուցաբերելու համար։ Երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե քանի հայ է դեռևս մնում Բաքվի բանտերում գերության մեջ։ Այս տեղեկությանը զուգահեռ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեդ Ալ-Հաջին եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին Թուրքիայի միջոցով այսօր փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետություններում շարունակելու նպատակով։